Հայտնություն 3-րդ գլուխ։ Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրիր. ահա թե ինչ է ասում նա, ով ունի Աստծու 7 հոգիները և 7 աստղերը։ Տեսա քո գործերը, քո անունը հուշում է, որ կենդանի ես, բայց իրականում մեռած ես։ Արթուն եղիր և զորացրու մնացածներին, որ վտանգված են մեռնելու, քանզի քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։ Հիշիր, թե ինչ ընդունեցիր և լսեցիր։ Պահիր այն ու ապաշխարիր, իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ։ Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն ինձ հետ սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։ Հաղթողն այսպես սպիտակ կհագնի, և նրա անունը ես չեմ ջնջի կյանքի գրքից։ Եվ նրա անունը պիտի խոստովանեմ իմ հոր և նրա հրեշտակների առաջ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ հոգին ասում է եկեղեցիներին։ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. ահա թե ինչ է ասում Սուրբը, ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին, բացում է, և չկա մեկը, որ փակի, փակում է, ու չկա մեկը, որ բացի։ Տեսա քո գործերը, և ահա քո առաջ դրեցի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ թեև քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։ Ահա հանձնում եմ քեզ սատանայի հավաքի անդամներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա, փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ Ահա շուտով գալիս եմ։ Պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։ Հաղթողին իմ Աստծու տաճարի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու։ Եվ նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց։ Գրելու եմ նաև իմ նոր անունը։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ հոգին ասում է եկեղեցիներին։ Լաոդիկեայի եկեղեցու հրեշտակին գրիր. ահա թե ինչ է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ վկան, Աստծու արարչագործության սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես և ոչ տաք, երանի դու կամ սառը լինեիր կամ տաք, բայց քանի որ ոչ տաք ես, ոչ սառը, այլ գաղջ, պիտի դուրս նետեմ քեզ իմ բերանից։ Հպարտանում ես, որ հարուստ ես և մեծ հարստություն դիզեցիր, ու ոչ մի բանի կարոտ չես, բայց մոռանում ես, որ իրականում թշվառ ես և ողորմելի, աղքատ, կույր և մերկ։ Խորհուրդ եմ տալիս, գնիր ինձնից կրակով մաքրված ոսկե պղինձ, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, և չերևա քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դեղ քսիր, որ տեսնես։ Ում ես սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդիր եղիր և ապաշխարիր։ Ահավասիկ ես դրան առաջ եմ և բախում եմ։ Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի և նստեցի իմ հոր աթոռին։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ հոգին ասում է եկեղեցիներին։